Սանութի մասին է խոսքը։ Տեսանյութեր է հրապարակում, որում ուժեղ Հայաստան թեզն է ծաղրում Նիկոլ Փաշինյանը, ասում է, եթե ուժեղ եք այս արեք, այն արեք, ինչ-որ բառեր գրեք։ Եթե մենք ուժեղ ենք ոչ թե ասելով, մենք ուժեղ ենք մենք արած գործերով, դա կարակ հանրությանը, ժողովրդին տարբեր ոլորտային հարցնենք։ Ասել է ծաղրելու նման, հա, պարոն Ծաղրյան, ուժեղներին է վերաբերում, որ քարակոսը կարող եք ասել միտք է թե կենթանի այսպիսի դրա։ Լավ, տղա ջան, դու լուրջ մարդ ես, ամուսնացած ես։ Ոչ, Դեռ ոչ։ Մենք այս երկրում ապրում ենք, այսօր մեր երկրի առաջ այնքան խնդիրներ են ծառացած, որ ցանկացած մարդու համար տեսնելով, որ մարդ ընտանիք ունի, երեխա ունի, ծնողներ ունի, այս պարտված, խայտարակված, խեղճացած վիճակում ժողովուրդը պարկի տակ, վարկերի տակ 2.450.000 վարկառ ունենք, որից որ այս թանկությունը թանկությունը այսօր Հայաստանը ասենք թե Վրաստանից էլ մյուս տեղից էլ ավելաց։ Երկիրը պետք է դրա մասին մտածի, ցավը դա հիմի Սազականը Ծաղրուկյանը ինչ որ մանրուք թե բաներ լուրջ հարցեր ունեք, տվեք պատասխանեմ։ Փաշինյանը ասում է, որ ներողություն Նիկոլ Փաշինյանը երեք ուղիղ հայտարարեց, ասաց, որ եթե սահմանադրական մեծամասնություն չկազմեն, ապա պատերազմ է լինելու, ավելին հստակ ժամկետ նշեց սեպտեմբերին, ասաց աղետալի պատերազմ է լինելու։ Ուրեմն ձեր հարցին պատասխանեմ, իրական, բնական, հասկանալի, տեսանելի։ Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Պատերազմը խաղաղությունը դա ոչ թե ձևական, խոսքով, տեսական, որ ասենք ամբողջ բարձունքների ու ադրբեջանցիներ նստած թելադրանքով, էս պետք է տակ, էս պետք է կատարեք, մեր զորքերը կճանան, մեր զենք մենք չառնենք, իրենք ուժեղանան, այդտեղ խաղաղություն չկա։ Դա թելադրանք է։ Իսկ ես ասեմ այսօր, եթե հնարավորություն տրվի, որ մենք որոշել լինենք, որ այդ բոլոր նախադրյալները կա, անմիջապես դա խաղաղությունը պետք է լինի երաշխավորած 3, 4, 5 հզոր ազդեցիկ պետությունների հետ որպես դաշնակից փաստաթուղթ կստորագրենք եւ ճանճը չի դզա այդ տարածքով, որը կլինի երաշխավորության խաղաղություն։ Այսօր մենք փոքր պետություն լինելով կարիք ունենք հզոր դաշնակիցներ ունենալու, մասսայական փաստաթուղթ ստորագրելու, հիմնավորելու, որ ոչ մեկը ռիսկչանի տարածքով դաժե ճանճ շրջի։ Ծառուկյան կասեք 4 տեխնատները, ովքեր են, ասացիք 4 տեխնատները։ Այս մեկը պատասխանում եմ ու վերջ։ Ուրեմն ես ասել եմ հիմնականում այսօր որ բոլոր իմանան հանրությունն էլ դուք էլ որ այդ հարցը չտակ մեր վարչապետի տեխնազոն ոչ հներից է ոչ նորերից է դա ապագայի վարչապետ է մեր երկրին այսօր պետք է գայ վարչապետ ինչ ասեմ ես իմ ասածին դերեմ հիներից չի լինելու նորերից չի դե հենց գա ժամանակ ըստ կարգի ամեն ինչ կասենք այսօր մեզ պետք է ապագայի վարչապետ շնորհակալություն